Մեզ հասած վստահելի աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին դոգի դատավարությունն անհանգստության մեծ ալիք է բարձրացրել ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլև գողական աշխարհի ներսում։ Բանն այն է, որ դոգը իր հռետորաբանությամբ եւ բացահայտ արամարանքով մի քանի անգամ հրապարակավ ու կոշտ կերպով հայհոյել է բազմաթիվ օրենքով գողերի, խախտելով գողական աշխարհում գործող չգրված կանոնները։ Ըստ նույն աղբյուրների, եթե դատական գործընթացների արդյունքում դոգին չդատեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այլ որոշում կայացվի նրան Ռուսաստան արտահանձնելու վերաբերյալ, ապա այս փաստը չի կարող անարձագանք մնալ հարգարժան գողերի կողմից։ Պատճառը մեկն է, Ռուսաստանը համարվում է գողական օրենքների եւ բանյատների պատմական ու հոգևոր կենտրոնը, որտեղ գողական կարգը դեռևս պահպանվում է եւ պարտադիր կիրառման ուժ ունի։ Ի տարբերություն Ամերիկայի Միացյալ Նահանգների, որտեղ նմանատիպ գողական արժեքները գրեթե զրոյացված են ու չեն աշխատում, Ռուսաստանում ցանկացած նման հրապարակային հայհոյանք մնում է պատասխանի սպասող, իսկ եթե հարգարժան գողերն անտեսեն դոգի հայհոյանքները նրա արտահանձնման պարագայում, ապա դա կարող է ընկալվել որպես թուլության նշան ամբողջ համակարգի համար։ Այդ դեպքում, ըստ քրեական աշխարհի չգրված օրենքների, նրանք կարող են նույնիսկ կորցնել իրենց թագը, այսինքն գողի բարձր կարգավիճակը։ Հետևաբար, դոգի գործը միաժամանակ դառնում է քննություն ոչ միայն իրավական համակարգի, այլ նաև քրեական ենթամշակույթի ներսում գործող ինստիտուցիոնալ ամբողջության համար։